Ինչ է ասում Ռուսաստանը Սյունիքի ամերիկյան ճանապարհ նահանգների նախագահի պատվին անվանակոչված միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղի գալու մտադրություն ունեն, Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչն է հայտարարում հաստատում երկրի պատրաստակամությունը ուսումնասիրելու Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք ծրագրին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում մեջբերում եմ ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության բոլոր մանրամասներին, որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ մնում է ուժի մեջ։ Օգոստոս 8-յան գագաթնաժողովից հետո Մոսկվան այս էլ որերորդ անգամ է ի ցույց դնում Հարավային Կովկասի թոփնորության նկատմամբ իր հետաքրքրությունը, միայն թե նույն ընթացքում պաշտոնական Երևանից տարբեր պաշտոնյաներ արդեն բանաձևել են, սա երկկողմ ծրագիր է, որևէ երրորդ կողմի ներգրավվածության համար կանաչ լույս պետք է վառի նաև Միացյալ Նահանգները։ Ավելին, հենց Վաշինգտոնում վերջերս պետքարտուղար Ռուբիոյի հետ մեր երկրի գլխավոր դիվանագետը հաստատեց TRIP նախագծի հայ-ամերիկյան իրականացման շրջանակը եւ դրանից հետո պատասխանելով լրագրող հարցերին Արարատ Միրզոյանը նշեց, որ Թրամփի երթուղու ծրագրին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը չի տեսնում։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին TRIP-ում ոչ, բայց TRIP-ի շարունակություն, TRIP-ին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Փորձագետ վերլուծաբանների գնահատմամբ TRIP-ին միանալու համար որևէ երրորդ երկրի կանաչ լույս վառելու հարցում Երևանը մշտապես հիշում ու ընդգծում է, որ ծրագիրը երկկողմ է, ամեն բան միայն Հայաստանից կախված չէ, երբ համագործակցության ձեռքը Ռուսաստանից է, իսկ եվրոպական երկրների Սյունիքի այս ճանապարհ գալու հարցում իշխանությունների կողմից ողջավորություն, ավելին շահագրգռվածություն են տեսնում մասնագետները։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ խոսում ենք երկարատև նաեւ անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանում նաեւ կայունության մասին, ապա ճիշտ կլինի, որ այդ ծրագրում ներգրաված լինեն տարածաշրջանի հիմնական գործոնները։ Այդ թվում նաեւ Ռուսաստան, հետագայում լավ կլիներ, որ նաեւ այդ ծրագրին միանան նաեւ Եվրամիությունն ու օրինակ Չինաստանը։ Դա իսկապես կբերեր կայուն խաղաղություն մեր տարածաշրջանին, կպահպանվեր այդ բալանսը եւ հետեւաբար Հայաստանը չէր դիտարկվի որպես մի տարածք, որտեղ շահերի բախում է տեղի ունենում։ Սակայն եթե մենք խոսում ենք այսօրվա իշխանությունների, տեսլական առաջարկում են Ռուսաստանին վերանորոգել որոշ ճանապարհներ, որոնք միավորում են Հայաստանը Ադրբեջանի հետ եւ Հայաստանը Թուրքիայի հետ։ Այս ենթակառուցվածքների վերանորոգման մասին առանց կոնկրետ դետալներ հստակեցնելու օրերս ճեպազրույցում վարչապետը հայտարարեց, որ դրական ազդակներ ստանում են։ Ռուսաստանից արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Զախարովան է մանրամասնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապող Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ Երևանի հարցումները մշակում են արագորեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։